Եթե ձեր սեռական կյանքում քաոս է, հոգ չէ։ Ժամն է չքննարկվածը պարզելու եւ ամեն ինչ իր տեղը դնելու։ Խոսելու ենք չափազանց կարևոր թեմայի մասին՝ ալկոհոլ եւ սեքս։ Ինչպես ընդունված է մեր առօրյայում, սովորույթի համաձայն հարաբերությունից առաջ օգտագործում են ալկոհոլ եւ դա շատ դեպքերում իհարկե դառնում է պարտադիր ծիսակարգ։ Մեծ մաս դեպքերում իհարկե կապված է այն հանգամանքի հետ, որ հարաբերությունից առաջ զույգերը ուզում են որոշակիորեն թոթափել լարվածությունը, ոմանք ասում են, որ ալկոհոլը նաև լավացնում է սեռական ցանկությունը, լսել եմ նաև կարծիքներ, որ պոտենցիան է բարելավում, բայց շատ կարևոր է, թե ինչ չափաբաժնի մասին ենք մենք խոսում։ Ընդհանրապես, եթե կա լարվածություն, ապա հարաբերությունից առաջ ոչ թե պետք է այն թոթափել ալկոհոլի օգնությամբ, այլ լավագույն դեպքում կարելի է օրինակ կիրառել մերսման տարբերակը եւ փոխադարձ մերսումը շատ ավելի լավ հանում է լարվածությունը, քան ալկոհոլի չարաշահումը։ Ալկոհոլ օգտագործելու պարագայում կարելի է, բայց շատ քիչ։ Եվ թողարկումներից մեկի ժամանակ մենք դրա մասին խոսել ենք, խոսքը առաջին սեռական հարաբերության մասին է, որտեղ լարվածությունը հանելու համար ցանկալի է հարաբերությունից առաջ օգտագործել 1 գավաթ գինի։ Ինչու գինի, որովհետև համեմատաբար մյուս խմիչքների գինին լավացնում է արյան շրջանառությունը սեռական օրգաններում։ Իհարկե, ալկոհոլը օգտագործվում է այս դեպքում ոչ միայն լարվածությունը հանելու, շատերը նաև օգտագործում են, որովհետև կախյալություն ունեն եւ արդեն առանց ալկոհոլի հարաբերության մեջ մտնել չեն կարող։ Ոմանց պնդմամբ ալկոհոլը տալիս է խիզախություն եւ ակտիվացնելով ենթակեղևային կառույցները շատերի մոտ արթնանում են այն սեռական ֆանտազիաները, որոնք նիրհած են լինում սովորական պայմաններում ալկոհոլի օգտագործման պարագայում, իսկ այս դեպքում նաեւ կախված թե որ ալկոհոլի սեռական ֆանտազիաները ակտիվանում են եւ անձը անկողնում դրսևորել այն սեռական վարքագիծը, որը չի դրսևորի առանց ալկոհոլի ընդունման։ Սովորաբար մեզանում ընդունված է հարսանիքները անցկացնել հնարավորինս ճոխ եւ իհարկե չարաշահել ալկոհոլը, որից հետո վրա է հասնում այդքան սպասված առաջին ամուսնական գիշերը, որը ցավոք իհարկե կատարվում է ալկոհոլի չարաշահման պարագայում եւ մենք ունենում ենք իհարկե դրա հետ կապված բազմաթիվ խնդիրներ։ Խնդիրներից մեկը հենց առաջանում է այն պատճառով, որ ալկոհոլի օգտագործման պարագայում տեղի ունենում էրեկցիայի խնդիր, որովհետև ալկոհոլը բացասաբար է ազդում այն էլ այդ քանակությամբ պոտենցիայի վրա։ Մյուս հարցն այն է, որ պաշտպանված իրականացնելու առաջին սեռական հարաբերությունը, իդեպ մենք դրա մասին նույնպես խոսել ենք մեր թողարկումներից մեկի ժամանակ, տեղի ունենում չպաշտպանված սեռական հարաբերություն, որը եթե ավարտվի բեղմնավորմամբ, նույնպես կարող է թողնել իր բացասական ազդեցությունը։ Ինչու, որովհետև սերմնահեղուկը, սերմնաբջիջները շատ զգայուն են եւ ալկոհոլի, իսկ նախամուսնական կրած ստրեսի, վազվզուկի, քաշքշուկների, հոգնածության հետևանքով առավել եւս սերմնահեղուկի որակական ու քանակական ցուցանիշները հաստատ չեն բարելավել, եթե ոչ հակառակը։ Այդ առումով իհարկե խորհուրդ չի տրվում հենց այդ օրը հոգնած, տանջված, սպառված, ալկոհոլի չարաշահումով պայմանավորված փորձել բեղմնավորել, հղիություն պլանավորել, որովհետև կարող են լինել բավական խոր հետևանքներ։ Կամ կարող ենք ունենալ կրելախախտ, կամ կարող է պտղի հետ կապված խնդիր առաջանալ, կամ գուցեև ուրիշ այլ խնդիրներ։ Հետևաբար իմ հորդորը առաջին ամուսնական գիշերը ունենալ հարաբերություն պաշտպանված, հղիությունից խուսափելու համար։ Ալկոհոլի չարաշահման պարագայում բոլորովին կարիք չկա հարաբերություն ունենալ հենց այդ օրը, որպեսզի հարաբերությունը չձախողվի եւ տհաճ իրավիճակ չստեղծվի։ Հարաբերությունը կարելի է ունենալ մի քանի օր անց եւ այդտեղ որևէ ինչ որ խնդիր չկա, պարզապես պետք է ամեն ինչ պլանավորել ըստ հարմարավետության։ Իդեպ ուզում եմ նշել, որ այս դեպքում հղիության պլանավորման առումով պետք չի հարաբերությունը թեկուզ ունենալ հաջորդ օրը կամ մի քանի օր հետո, որովհետև
Ալկոհոլի կամ թունավոր նյութերի օգտագործման պարագայում սերմնահեղուկը ամբողջովին թարմանում է, վերակազմավորվում է մոտավորապես 3 ամսվա ընթացքում։ Այսինքն, եթե մենք ուզում ենք, որպեսզի խնդիրները, կողմնակի ազդեցությունները զերծ մնան, մենք պետք է մինչ այդ պատրաստվենք, ասել է թե պլանավորենք հղիությունը, որի համար իհարկե պետք են մի քանի քայլեր։ Առաջինը իհարկե մոտավորապես 3 ամիս զերծ մնալ կողմնակի նյութեր օգտագործելուց, թմրանյութեր, ալկոհոլի չարաշահում, ծխելու չարաշահում, սխալ սննդակարգ եւ այլն։ Դրանց մասին եւս մենք խոսել ենք մեր թողարկումներից մեկի ժամանակ, սակայն հիշեցման կարգով ասեմ, որ հղիության պլանավորման համար հատկապես ալկոհոլի մասին պետք է մոռանալ առնվազն 2.5-ից 3 ամիս։ Ալկոհոլի չարաշահումը ունենում է իր կողմնակի ազդեցությունները եւ այստեղ տուժում է հավասարապես եւ վերարտադրողական եւ սեռական առողջությունը։ Վերարտադրողական առողջությունը այս դեպքում տուժում է եւ տղամարդկանց եւ կանանց մոտ։ Տղամարդկանց մոտ տևական ալկոհոլի օգտագործումը մենք պետք է ամեն դեպքում մանրամասնենք խոսքը ինչի մասին է, որովհետև էպիզոդային օգտագործումը կարող է եւ այդքան վնասակար չլինել, իսկ տևական պարբերաբար օգտագործումը այն էլ մեծ չափականակով իհարկե ունենում է իր բացասական ազդեցությունը։ Մասնավորապես տուժում է իհարկե սերմնագոյացումը, որովհետև ալկոհոլի չարաշահման պարագայում սերմ արտադրող բջիջների քանակը սկսում է քչանալ մեկ, երկրորդը որակապես իրենք արդեն բնականաբար ճակերտավոր ծերանում են, սպառվում են եւ արդեն կամ քիչ սերմնաբջիջ են արտադրում կամ արտադրելիս սերմի որակը բնականաբար այն չէ, ինչ որ պետք է։ Մյուս կողմից շարժունակությունն է նվազում սերմնաբջիջների եւ կարող է եւ անալիզում ցույց տա, որ սերմնաբջիջների կամ սերմնահեղուկի քանակը բավարար է, բայց շարժվող սերմնաբջիջների քանակը բավականին քիչ է եւ անշարժներինը շատ, որը նույնպես էլի կարող է բերել հղիության պլանավորման։ Մյուս առումով իհարկե կանայք նույնպես տուժում են, որովհետև ալկոհոլի չարաշահումը բերում է ձվաբջջի որակապական խանգարման եւ կարող է նույնպես էլի խնդիր առաջանալ եւ բեղմնավորումից հետո առաջացնել լուրջ խնդիրներ։ Եվ այս դեպքում իհարկե շատ կարեւոր է, որ կանայք նույնպես ուշադրություն դարձնեն, որովհետև շատերին թվում է, թե այս կանոնին պետք է հետևեն միայն տղամարդիկ, բնավ ոչ, որովհետև հղիության համար պատասխան են տալիս 2-ով։ Ժամանակակից բժշկությունը հաստատում է, որ ալկոհոլի ամենօրյա օգտագործումը կոչվում է ալկոհոլամոլություն։ Որքան էլ այս փաստը ծակի շատերի ականջները, այնուամենայնիվ իրականությունից չես փախչի։ Եթե անձը ամեն օր ինչ որ պատճառներով տրամադրություն լավացնելու, ախորժակ բացելու նպատակով ալկոհոլ է օգտագործում, ինքը արդեն ունի կախյալություն եւ վիճակը կոչվում է ալկոհոլամոլություն։ Իհարկե, սա արատավոր մոտեցում է, սրանից պետք է ձերբազատվել, որովհետեւ ծանրաբեռնվում է լյարդը, արդյունքում իհարկե նվազում են սեռական հորմոնները, ավելանում է ճարպակալումը եւ մյուս բոլոր խնդիրները։ Հետևաբար իհարկե ալկոհոլամոլությունը պարտադիր չի, որ միանվագ օգտագործի մեծ քանակությամբ ալկոհոլ եւ համարվի ալկոհոլ կախյալ անձնավորություն։ Եթե ինքը ամեն օր օգտագործում է, կապ չունի թե ինչ տեսակի ալկոհոլային խմիչք, ինքը արդեն ունի կախյալություն։ Անդրադառնամ գարեջրին։ Գարեջուրը եղած ալկոհոլային խմիչքներից թերևս ամենաշատն է վնասում տղամարդուն, որովհետև իր մեջ պարունակում է հորմոններ, որոնք կոչվում են ֆիտոէստրոգեններ, սրանք կանացի հորմոններ են, որոնք ընկճելով արական սեռական հորմոնի արտադրությունը, խոսքը տեստոստերոնի մասին է, բերում են իքական սեռական հորմոնների ավելցուկի եւ արդյունքում գարեջուր չարաշահող տղամարդկանց մոտ նկատվում է օրինակ գինեկոմաստիա կամ ազդրերի եւ որովայնի հատուկ ընդգծված անատոմիական արտահայտվածություն, որը հիշեցնում է ավելի շատ կանացի կոնք կամ կանացի որովայն, որի հիմքում ընկած են հորմոնային հաշվեկշռի, մասնավորապես իքական հորմոնների ավելցուկը։ Սա արդեն իսկ ահազանգ է եւ նմանատիպ տղամարդկանց մոտ իհարկե սեռական ֆունկցիան ժամանակի ընթացքում սկսում է տուժել, սեռական ցանկությունն է նվազում, պոտենցիան կարող է նվազել, դե էլ չխոսենք բնականաբար սերմնահեղուկի որակական ու քանակական ցուցանիշների վատթարացման մասին։ Ուզում եմ նաև ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ հաճախ ստվերում են մնում այսպես կոչված 0%
ալկոհոլային խմիչքները, այստեղ նաև իրենց տեղն ունեն նաև սպիրտային կոկտեյլները, որոնք շատ դեպքերում ներկայացվում են իբրև թե անվնաս խմիչքներ։ Իրականում իհարկե սրանք եւս մոլորության բաժնից են, որովհետեւ անկախ նրանից թե քանի տոկոս է պարունակում ալկոհոլային խմիչքը, այն ունի իր վնասակար ազդեցությունը եւ հատկապես անթույլատրելի է հղիության ընթացքում կամ դրանից առաջ, երբ փորձում են բացատրել այն հանգամանքով, որ խմիչքում ալկոհոլի պարունակությունը քիչ է կամ 0% է։ Պետք է պարզապես հիշել մի բարձ ճշմարտություն, որ անկախ նրանից թե քանի տոկոս է պարունակում ալկոհոլը, այն ունենում է իր բացասական ազդեցությունը, պարզապես այստեղ հարցը զուտ ժամանակի մեջ է։ Անկախ նրանից, թե որ տեսակի ալկոհոլային խմիչքն է օգտագործվում, լինի դա գինի, օղի, թե կոնյակ, միշտ պետք է հիշել չափի զգացման մասին եւ հիշել թեւավոր խոսքը, որ ալկոհոլի օգտագործման դեպքում մեկը լավ է, երկուսը բավ է, երեքը ցավ է։ Ինչու՞։ Որովհետեւ երկարատև չարաշահման պարագայում գուցե եւ աննկատ ալկոհոլը սկսում է ցուցաբերել իր կողմնակի ազդեցությունները։ Դժվար թե որևէ մեկը նկատի կամ հասկանա, որ հենց ալկոհոլի չարաշահման արդյունքում փոխվել է իր բնավորությունը։ Այո, պետք չի զարմանալ, ալկոհոլը չի ազդում միայն օրգանական մակարդակով, նա փոխում է նաև վարքագիծը եւ շատ դեպքերում ալկոհոլի չարաշահման դեպքում փոխվում է վարքագիծը, մարդը դառնում է ագրեսիվ, երբեմն կռվարար եւ հանգեցնում ընտանեկան կոնֆլիկտների։ Հետևաբար, այդ ամենից զերծ մնալու համար իհարկե միշտ հիշեք, որ ալկոհոլը լավ է, եթե չափի մեջ է։ Մենք խոսեցինք իհարկե վերարտադրողական առողջության հասցված խնդիրներից, բայց ալկոհոլը նաև չարաշահման դեպքում բացասաբար է անդրադառնում սեռական առողջության վրա եւ այս դեպքում տուժում է եւ տղամարդու եւ կնոջ սեռական առողջությունը։ Տղամարդկանց մոտ կարող է նկատվել պոտենցիայի խանգարում, սեռական ցանկության նվազում, սերմնաժայթքման խանգարում կամ էլ բոլորը միասին։ Հատկապես առաջին հերթին տղամարդիկ նշում են պոտենցիայի խանգարման մասին, առանձնահատուկ ընդգծելով, որ հարաբերությունը կամ չի ավարտվում, որովհետև անդամը թուլանում է, կամ էլ կեսից իհարկե կարող են դադարեցնել, որովհետև սերմնաժայթքման չեն հասնում։ Շտապեմ նշել, որ խնդիրը լուծելի է, պետք է առաջին հերթին դադարեցնել ալկոհոլի չարաշահումը կամ այս դեպքում կիրառումը ընդհանրապես եւ ստանալ համապատասխան բուժում, որը իր մեջ ընդգրկում է տարբեր տեսակի նախ բուսական եւ բացի այդ նաեւ քիմիական տեսակի դեղամիջոցներ։ Բուժման հարցում կարող է օգտակար լինել մեր հաղորդման գործընկեր Հայսամ ընկերության Տադաֆորտ դեղամիջոցը, որն ունի երկու տիպի դոզավորում՝ 5 եւ 20 միլիգրամ։ 5 միլիգրամը օգտագործվում է ամենօրյա բուժման ժամանակ, իսկ 20-ը պլանավորված հարաբերությունից առաջ։ Տադաֆորտը առանձնանում է իր արդյունավետությամբ եւ կարող է նույնիսկ 36 ժամ պահպանել իր ակտիվությունը։ Դա նշանակում է, որ տղամարդը կարող է ունենալ կրկնակի սեռական հարաբերություն 36 ժամվա ընթացքում։ Բուժման ընթացքում օգտագործելով Տադաֆորտը այլ դեղամիջոցների հետ, տղամարդիկ նկատում են էրեկցիայի բարելավում եւ նշում դրա արդյունավետությունը։ Դեղամիջոցը ունի կողմնակի ազդեցություններ, մասնավորապես արգելվում է օգտագործել 18-ից փոքր անձանց։ Մնացած հակացություններին կարող է ծանոթացնել բուժող բժիշկը։ Սեռական խանգարումներից զերծ չեն մնում նաև կանայք, թեև այս թեման այդքան էլ չի քննարկվում, բայց պետք է նշել, որ ալկոհոլի տևական օգտագործման դեպքում տուժում է նաև կնոջ սեռական առողջությունը։ Առաջին հերթին իհարկե տուժում է լիբիդոն, սեռական ցանկությունը, եւ դրանից հետո կանայք նաև նշում են հեշտոցի չորություն, ցավ սեռական հարաբերության ժամանակ, որովհետեւ դրանից հետո արդեն տուժում է գրգռման ֆունկցիան կնոջ մոտ եւ արդյունքում կինը կարող է հարաբերության ժամանակ տհաճություն զգալ, պայմանավորված նախ եւ առաջ, որ ցանկությունն է նվազել եւ բացի այդ նաեւ հեշտոցը բավարար չի խոնավանում։ Ստվերում չի մնում նաեւ կնոջ օրգազմը, այն կանայք, որոնք սովոր են հարաբերությունից առաջ օգտագործել ալկոհոլ, կարող են նաեւ օրգազմի հասնելու խնդիրներ ունենալ, որովհետեւ օրգազմը պահանջում է, որպեսզի կինը կարողանա լիովին
տրամադրվել, թուլանալ, գրգռվել եւ նոր արդյունքում իհարկե հասնել սեռական բավարարման։ Ալկոհոլի մեծ չափականակի օգտագործման պարագայում բոլոր վերոնշյալ գործընթացները տուժում են եւ կինը դժվարությամբ է հասնում օրգազմի կամ կարող է ընդհանրապես օրգազմի չհասնել։ Ամփոփելով այս չափազանց կարևոր թեման, ուզում եմ ընդգծել հետևյալը. ալկոհոլը իհարկե մեր առօրյա անբաժանելի մասն է, բայց օգտագործման առումով միշտ պետք է լինել զգոն եւ չթողնել, որ ալկոհոլը դառնա գերիշխող, թելադրող ու առավել եւս մարդը չպետք է դառնա ալկոհոլից կախված, որովհետեւ մեր պրակտիկան ցույց է տալիս, որ շատ դեպքերում տրվելով ալկոհոլի ազդեցությանը մարդիկ կորցնում են ոչ միայն իրենց անձնականը, այլ նաև խեղվում են ճակատագրեր։ Այս թեմայով այսքանը։ Ես ձեզ մաղթում եմ լուսառատ եւ ներդաշնակ սեռական կյանք։ Մնացեք մեզ հետ առջևում, շատ հետաքրքիր հարցազրույցն է բժիշկ ուրոլոգի հետ։ Սեքսի հետ կապված թեմաները առնչվում են ոչ միայն սեքսոլոգներին, այլև հարակից ոլորտի մասնագետներին։ Այսօր մեր հյուրը ուրոլոգ, անդրոլոգ Գոռ Շադյանն է եւ մենք խոսելու ենք սեռական հարաբերության ու առհասարակ վերարտադրողական համակարգի վրա ալկոհոլի ունեցած ազդեցության մասին։ Բարի ուշ գիշեր։ Շնորհակալ եմ այստեղ գտնվելու համար եւ մեր հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հրավիրելու համար։ Գոռ, ինչ խնդիրներ կարող է առաջացնել ալկոհոլը վերարտադրողական առողջության համար։ Թույլ տվեք նախ խոսել տղամարդկանցից։ Ալկոհոլը նախ եւ առաջ ապացուցված փաստ է, որ ունի իր բացասական ազդեցությունը էրեկցիայի վրա եւ կարող է առաջացնել բնականաբար էրեկցիալ դիսֆունկցիա, քանի որ ալկոհոլը ունի արտահայտված բացասական ազդեցություն անոթների վրա։ Իսկ էրեկցիան, ինչպես գիտենք, դա նաև անոթային պրոցես է, եթե անոթը վնասված է, հետևաբար կարող ենք ունենալ նաև էրեկցիայի խանգարում։ Բացի էրեկցիայի խանգարումից, ալկոհոլը կարող է ազդել նաև արական հորմոնի, այսինքն տեստոստերոնի սինթեզի վրա, նվազեցնելով վերջինիս քանակը արյան մեջ։ Երկարատև քրոնիկ օգտագործումները կարող են երբեմն հանգեցնել նաև ամորձների ատրոֆիայի։ Ատրոֆիա նշանակում է չափերի փոքրացում, ֆունկցիայի նվազում, իսկ որն է ամորձու ֆունկցիան, ամորձու ֆունկցիան դա սպերմատոզոիդի սինթեզն է եւ ուրեմն արական սեռական հորմոնի, այսինքն տեստոստերոնի սինթեզն է։ Հղիության պլանավորման ընթացքում որքան ժամանակ առաջ պետք է դադարեցնել ալկոհոլի օգտագործումը։ Գիտեք, հարցը շատ իրականում հարաբերական է, բայց գրականությունների մեծ մասը նշում են, որ թե տղամարդիկ եւ թե կանայք նախընտրելի է, որպեսզի հղիություն պլանավորելուց 3 ամիս առաջ դադարեցնեն ալկոհոլի ընդունումը, որպես լրացում ասեմ, որ սպերմատոզոիդի սինթեզը տևում է մոտավորապես 72 օր, եւ այդ ամբողջ ընթացքում նախընտրելի է, որպեսզի տղամարդը խուսափի ալկոհոլի օգտագործումից։ Մոտ 3 ամիս։ Մոտ 3 ամիս։ Հասարակության մեջ կարծես թե խմիչքների ընդունելի ու անընդունելի տարբերակներ կան։ Օղի չի կարելի, գինի կարելի է։ Իրականում խմիչքների միջև տարբերություն կա, թե դա ուղղակի միֆ է։ Պետք է հասկանանք, որ եթե խոսում ենք առողջություն եւ ալկոհոլ, այսպես կոչված հարաբերակցությունից, ապա չկա այս դեպքում լավ կամ վատ ալկոհոլ, բայց իհարկե հարցը տեղին է եւ ճիշտ է եւ կան մի շարք կարծիքներ, որ օրինակ դուք էլ վստահաբար լսել եք, կարմիր գինին քիչ չափաբաժիններով օրինակ օգտակար է սիրտանոթային համակարգի համար, կամ սև օրինակ գարեջուրը ունի որոշակի օգտակար ազդեցություններ։ Բնականաբար կա այդպիսի բան։ Դա իրականություն է։ Քիչ չափաբաժիններով, թույլատրելի չափաբաժիններով, այո, սիրտանոթային համակարգի համար նշված երկու տեսակներն էլ որոշակի դրական ազդեցություններ կարող են ունենալ, քանի որ պարունակում են մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ։ Բայց ընդհանուր առմամբ ամեն բան շատ հարաբերական է եւ պետք է կողմնորոշվել, թե որտեղ է այդ սահմանը թույլատրելի չափաբաժնի եւ ոչ թույլատրելի չափաբաժնի միջեւ, եւ ալկոհոլը ինչքան էլ որ մենք ասենք, որ ունի դրական ազդեցություններ, շատ ավելի գերակշռող են իր կողմից նշվող բացասական ազդեցությունները։ Սկսած ուրեմն հորմոնալ տեղաշարժերից, հորմոնալ խնդիրներից, տղամարդկանց մոտ տեստոստերոնի քանակի նվազում, կանանց մոտ էստրոգենների քանակի նվազում, ինչպես նախորդին նշեցի, վնասվում են անոթները, իսկ եթե անոթները վնասված են, բնականաբար
բոլոր օրգան համակարգերի վնասումների մասին կարելի է խոսել այս բaragայում։ Մենք երբ որ ասում ենք անոթի վնասում, ի նկատի չունենք միայն սեռական օրգանի անոթները։ Մենք անոթի վնասում ասելով հասկանում ենք գլոբալ բոլոր անոթների մասին է խոսքը եւ կուզեի մի կարևոր լրացում անել այստեղ, երբ որ մեզ դիմում է էրեկցիայի խանգարումով տղամարդ եւ մենք ստուգում ենք, տեսնում ենք, որ իսկապես էրեկցիայի խանգարումը պայմանավորված է անոթային գործոնով, այսինքն անոթները վնասվել են խմիչքի հետևանքով եւ կամ այլ գործոնի հետևանքով եւ այս պահին ունենք էրեկցիայի խանգարում, անպայման այս պացիենտը ուղղորդվում է նաեւ սրտաբանի մոտ, բացատրեմ թե ինչու։ Քանի որ էրեկցիայի համար պատասխանատու անոթները մոտավորապես 2 անգամ փոքր տրամաչափ ունեն, եթե համեմատենք սիրտը սնուցող, սրտամկանը սնուցող անոթների հետ։ Եվ եթե այս պահին կա անոթային գործոնով պայմանավորված էրեկցիայի խանգարում, ապա հավանաբար մոտ ապագայում լինելու է խնդիր սրտամկանի հետ։ Եվ միգուցե այս էրեկցիայի խանգարումը, որը այս պահին այդ պացիենտին թվում է արհավիրքի պես մի բան, միգուցե իր համար շատ կարևոր եւ դրական ազդեցություն ունենա ապագայում, երբ որ ինքը հասկանա, որ սրտամկանի հետ կարող է ինչ-որ խնդիր ունենալ եւ ժամանակին գլուծի այդ հարցը։ Սրտի կանգ նույնիսկ մինչև սրտամկանի սուր ինֆարկտ իրեն բնորոշ հետագա բոլոր բարդություններով։ Մենք խոսում ենք ալկոհոլի օգտագործման թե չարաշահման մասին։ Իհարկե խոսքը չարաշահման մասին է եւ քիչ չափաբաժիններով ժամանակ առ ժամանակ բոլորս էլ միգուցե ինչ-որ առիթների, չէ, ժամանակ առ ժամանակ օգտագործում ենք, ամեն բան, ինչպես ասում են, չափի մեջ է գեղեցիկ։ Կա ընդունված կարծրատիպ, որ տնական օղին օգտակար է ցանկացած հիվանդության եւ ցանկացած օրգանի համար։ Առավոտյան եթե արտանում ես, քաղցած ժամանակ խմում ես տնական օղին եւ կարող ես լիարժեք էներգիայով լեցուն ամբողջ օրը անցկացնել։ Որքանով է դա համապատասխանում ճշմարտությանը, որքանով ոչ եւ արդյոք տնական օղին եւս պատկանում է այն ալկոհոլների շարքին, որը պետք չի օգտագործել, եթե դու պլանավորում ես հղիություն։ Տեսեք, դա տնական օղին միգուցե որոշակի առումով ավելի մաքուր է իր բաղադրությունը, քան ոչ տնական օղին, բայց առավել եւս սոված ստամոքսին, ինչպես դուք ասեցիք, ընդունել տնական օղի ամեն դեպքում ստամոքսային մասնագետները, եթե ես չեմ սխալվում, խորհուրդ չեն տալիս եւ այդպես գլոբալ ինչ-որ կարծիք հայտնել տնական օղի մասին եւ առավել եւս բոլոր օրգան համակարգերի մասին միանշանակ ճիշտ չէ, կրկին չափի մեջ պետք է լինի ամեն ինչ։ Միանշանակ չափի մեջ կան հետազոտություններ, որոնք փորձել են ինչ-որ չափով հասկանալ, թե ինչքան սպիրտի որ քանակությունն է թույլատրելի, օրվա ընթացքում։ Եվ ըստ որոշ տվյալների, կնոջ պարագայում դա օրվա ընթացքում 1 բաժակն է, տղամարդու պարագայում 1 գիծ 2 բաժակ է օրվա ընթացքում։ Սրանք էլի որ ալկոհոլի 1 բաժակը։ Հնարավոր չէ ինչ-որ հստակ ալկոհոլ նշել այս պարագայում, ցանկացածի մասն է ընդհանուր առմամբ խոսքը, այո։ Որովհետև երբեմն ասում են փրփրուն խմիչքների 1 բաժակը լավ է, բայց եթե գինի ես խմում կամ մեկ այլ ոգելից խմիչք, կարող ես քեզ թույլ տալ 2-ը, 3-ը, չնայած եթե մեր ժողովրդական ասացվածքին լսենք, 3 բաժակը պարտադիր է։ Մեր դա ժողովրդական մոտեցում է, այսպես ասած, բայց բժշկական մոտեցումը սովորաբար տարբերվում է ժողովրդական մոտեցումից։ Բարեբախտաբար կամ ցավոք, չգիտեմ։ Կա կարևոր խորհուրդ, որի մասին հիմա կցանկանաք բարձրաձայնել։ Գիտեք, կանանց հետ կապված մի փաստի եմ ուզում անդրադառնամ։ Երբեմն կանայք հղիության առաջին 2 շաբաթվա ընթացքում տեղյակ չլինելով, որ կա հղիություն, ընդունում են սպիրտ որոշակի քանակով, այս բավական շատ խիստ զգուշություն է պահանջում, քանի որ սպիրտի առավել եւս մասնավորապես հղիության ընթացքում ընդունումը կարող է հանգեցնել հետագա մի շարք բարդությունների, օրինակ վաղաժամ ծննդաբերության, պտղի հետ կապված մի շարք արատների եւ այլն։ Կամ հղիության ընդհատում։ Կամ նաեւ այո, հղիության ընդհատում։ Եվ նույնիսկ ինը չհասկանար, որ նա կարող էր ունենալ հետագայում բալիկ։ Իհարկե, պետք է զգուշ լինել։ Շնորհակալ եմ շատ եւ օգտակար եւ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Իսկ դուք սիրելիներս շարունակեք մնալ մեզ հետ։
Սեռական այբուբեն խորագրի ներքո ես պատասխանում եմ բոլոր այն հարցերին, որոնք դուք ուղարկում եք մեզ։ Շնորհակալություն մեզ հետևելու եւ այդքան ակտիվ լինելու համար։ Մենք անչափ կարեւորում ենք ձեր վստահությունը։ Իսկ այժմ կարդամ հարցերը։ Բարև ձեզ, ես 45 տարեկան եմ, ամուսնացած չեմ։ Ունեմ սեռական թուլություն, ինչ խորհուրդ կտաք։ Սեռական թուլությունը, որը մասնագիտական տերմինաբանությամբ կոչվում է էրեկցիայի խանգարում կամ էրեկցիոն դիսֆունկցիա, կարող է այս դեպքում պայմանավորված լինել առաջին հերթին սեռական կյանքի ռեգուլարության հետ, քանի որ հարցատուն նշում է, որ ամուսնացած չէ։ Նման դեպքերում, քանի որ բացակայում է սեռական կյանքի տեմպը, ռիթմը, հաճախականությունը, էրեկցիան կարող է խախտվել, որովհետև ժամանակի ընթացքում իհարկե ցանկալի է, որպեսզի հարաբերությունները լինեն ռեգուլար տեմպով։ Մասնավորապես 25 տարեկանից հետո սեռական ֆունկցիան մտնելով արդեն ավելի հասուն շրջան, պահանջում է պարբերականություն։ Եթե ինչ-ինչ պատճառներով չկա այդ պարբերականություն, այսինքն տղամարդը ամուսնացած չէ կամ չունի մշտական զուգընկերուհի, այո, խնդիրը կարող է առաջանալ։ Իհարկե, այս դեպքում կարող են տեղ գտնել նաև այլ գործոններ եւս, որոնց մասին նշված չէ նամակում, մասնավորապես ուղեկցող հիվանդությունները, հատկապես տարիքով պայմանավորված, որտեղ գաղտնիք չի, որ 40-45 տարեկանից հետո տղամարդու օրգանիզմում կարող են առաջանալ որոշակի փոփոխություններ, մասնավորապես ֆիզիոլոգիական, օրինակ տեստոստերոնի նվազում, բորբոքային գործընթացներ եւ այլն։ Այդ ամենը լիարժեք պատկերացնելու եւ հետեւաբար համապատասխան բուժում նշանակելու համար ցանկալի է անցնել սեքսոլոգիական խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում անցնել որոշակի ստուգումներ եւ ախտորոշում ունենալու պարագայում ստանալ համապատասխան բուժում։ Այժմ կարդամ հաջորդ հարցը։ Բարև ձեզ բժիշկ ջան, ես մի խնդիր ունեմ, սեքսի ժամանակ լողանալիս ու միզելիս շատ ուժեղ ծակոցներ եմ ունենում, նաև շատ շուտ եմ հանգստանում, չեմ կարողանում բավարարել զուգընկերոջս։ Խորհուրդ կտաք ինչ անեմ։ Ձեր նշված գանգատը խոսում է այն մասին, որ միզասեռական համակարգում ամենայն հավանականությամբ առկա է բորբոքային գործընթաց։ Գանգատը, որի մասին դուք խոսում եք, մասնավորապես միզելու ժամանակ ծակոցները, արդեն իսկ դրա վկայությունն են։ Եթե պարզվեց, որ միզասեռական օրգաններում կա բորբոքում, ապա բորբոքումը իհարկե ժամանակի ընթացքում բերում է վաղաժամ սերմնաժայթքմանը, որի մասին հենց նշված է նամակում։ Հետևաբար, ինչ պետք է անեք։ Իհարկե, անցնեք սեքսոլոգիական զննում եւ հետազոտություն։ Բորբոքումը հաստատելու պարագայում պետք է կատարվի հակաբորբոքային բուժում, որից հետո արդեն հնարավոր կլինի համապատասխան բուժման օգնությամբ երկարաձգել սեռական ակտի տևողությունը, որի պարագայում արդեն բուժման մեջ կընդգրկվեն այն դեղամիջոցները, որոնք նախատեսված են սեռական ակտը երկարաձգելու համար։ Այստեղ եւ վիտամինային տարբեր տեսակի կոմպլեքսներն են եւ քիմիական դեղամիջոցներն են, որոնց ընտրությունը արդեն կորոշի ձեր բուժող բժիշկը։ Կարդամ հաջորդ հարցը։ Հեշտոցի վրա սպիտակ գնդիկներ են առաջացել։ Ինչ խորհուրդ կտաք, խնդրում եմ պատասխանել։ Պետք է նշել, որ սեռական օրգանների վրա ոչ մի տեսակի սպիտակ գոյացություններ չպետք է լինեն։ Եթե նկատվել են, դրանք կարող են պայմանավորված լինել կամ սնկային ախտահարմամբ, կամ գուցե հիգիենայի կանոնների խախտմամբ, կամ հնարավոր է որևէ սեռավարակով, իսկ երբեմն, ինչպես ցույց է տալիս մեր մասնագիտական պրակտիկան, բոլորը միասին։ Հետևաբար, պարզելու թե որն է պատճառը, պետք է անպայման անցնել համապատասխան բժշկական հետազոտություն, զննում, անհրաժեշտության դեպքում հանձնել համապատասխան անալիզները, պարզելու խնդրի պատճառը։ Մինչ այդ կարող եք օգտագործել օրինակ երիցուկի թուրմով լվացումներ, խնդիրը մեղմացնելու համար։ Եթե խնդիրը անցավ, նշանակում է կարող եք այս դեպքում չանհանգստանալ։ Եթե ժամանակի ընթացքում այն կրկնվեց, ուրեմն պարտադիր պետք է դիմեք բժշկի եւ այս պարագայում իհարկե նաեւ դադարեցնեք սեռական հարաբերությունները, որպեսզի հետագայում խնդիրը ավելի չբարթանա։ Ամեն դեպքում, որպեսզի խնդիրը ավելի սպառիչ եւ պարզ լինի, պետք է դիմել գինեկոլոգի, որպեսզի հնարավոր լինի պարզել բուն պատճառը, իսկ դրանից հետո արդեն համապատասխան բուժում ստանալուց հետո խնդիրը բնականաբար կստանա իր լուծումը։
Իսկ ես ուզում եմ հիշեցնել, որ մեր հաղորդման գործընկերն է Էլբակյան կրթահամալիրը։ Մենք իհարկե խոսում ենք սեռական կրթության մասին, բայց կրթությունը հավասարապես կարևոր է բոլոր ոլորտներում։ Էլբակյան կրթահամալիրը գործում է արդեն 7 տարի։ Այստեղ ուսանողները ձեռք են բերում ոչ միայն ժամանակակից եւ կիրառելի գիտելիքներ, այլ անհատական մոտեցում եւ մշտական աջակցություն դասախոսների կողմից։ Օգտվեք առաջին անվճար դասի հնարավորությունից եւ եկեք Էլբակյան կրթահամալիր սովորելու։ Գրանցվելու համար զանգահարեք 096 88 88 44 հեռախոսահամարով։ Իսկ այսօրվա հարցերն այսքանն էին։ Գրեք մեզ, մենք միշտ արձագանքում ենք ձեր բոլոր հարցերին եւ փորձում ենք հնարավորինս արագ տալ ձեզ հուզող հարցերի պատասխանները։ Մեկնաբանեք մեր թողարկումները, թողեք ձեր կարծիքը, մեզ համար անչափ կարեւոր է ձեր դիրքորոշումը։ Շնորհակալություն մեզ հետևելու համար։ Եղեք առողջ եւ երջանիկ։ Մեզ հետ դուք ձեռք կբերեք նոր գիտելիքներ ու կմոտենաք իրական հաճույքներին։ Այնպես որ գտեք մեզ, գրեք եւ հետևեք սոցհարթակներին։ Ես էլի վստահ եմ, որ մեր սեքսադարանը կհարստացնի ձեր սեքսադարանը։